Այս շաբաթ լուր տարածվեց, որ Հայաստանը հրաժարվելու է Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերից եւ դրան հետեւեց գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը։ Բարև ձեզ, օրագրի եթերում խորագիր հաղորդաշարն է, այսօր ես Գևորգ Էմինտերյանս, Մենուա Սողոմոնյանը եւ մեր հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ամփոփելու ենք անցած շաբաթ։ Բարև ձեզ, պարոնայք։ Բարև ձեզ։ Անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունը ես կարծում եմ այս լուրն էր, որը վաղուց թևածում էր օդում, որ Հայաստանը պատրաստվում է այսպես խաղաղության պայմանագրի կամ չգիտեմ խաչմերուկի շրջանակներում հրաժարվել Ադրբեջանի դեմ բոլոր այսպես միջազգային հայցերից, բայց նախորդ անգամները այս լուրը հերկվում էր, այսպես որովհետև գրասենյակը գործում էր, բայց այս անգամ լուրը հաստատվեց փաստորեն նրանով, որ Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց։ Սրան հետևեց պարոն Կիրակոսյանի այսպես հերոսացման ինչ-որ գործընթաց, որ մեր բացառիկ իրավաբանը, մեր, չգիտեմ, վերջին հույսը եւ այլն, մարդիկ մոռանում էին, թե ինչքան հլու հնազանդ ծառայություններ են մատուցել եւ սահմանադրության դեմ է նույնիսկ գնացել հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության, ու օգտվել է դրանից լիուլի, եղբայրը վաղաժամ ազատվել է բանտից եւ այլն, բայց այստեղ նաեւ հետաքրքիր էր այն, որ ինքը շնորհակալություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին համատեղ բանի համար, գործունեության համար, երախտագիտություն, եւ ասում էր, որ զբաղվելու է գիտակրթական աշխատանքով եւ Հայաստանի շահերը միջազգային ատյաններում պաշտպանելը, ուրեմն երևի թե արդեն ժամանակավրա բան է իր համար։ Սա կարծում եմ, որ անցած շաբաթվա ամենակարևոր իրադարձությունն էր։ Ասում առանց կրակ ծուխ չի լինում։ Այս մարտի սկզբներին որոշում կայացնել, որ պետք է զբաղվել ակադեմիական հարցերով, մի քիչ այդքան էլ ժամանակային առումով հարմար ժամանակ չի, համապատասխան ժամանակ չի։ Օրինակ, եթե օգոստոսին ասեր, տրամաբանական կլիներ, կամ գոնե հունիսին ասեր, տրամաբանական կլիներ նոր ուսումնական տարվան ընթառաջ, մասնավորապես հասկանալի է, որ այո, մանավանդ որ քաղաքական իշխանության կողմից այդպիսի ակնարկներ եղել են հայցերից հրաժարվելու, փոխադարձության սկզբունքի պահպանմամբ, միևնույն ժամանակ նոր հայցեր Ադրբեջանի կողմից հիմնականում բնապահպանական թեմաներով, տարածաշրջանի բնության աղտոտման թեմաներով եւ Հայաստանի Հանրապետության կողմից հայցերից Ադրբեջանի դեմ հրաժարում եւ հետո բացի դրանից էլ պարզել էր էլի, թե ում հետ ինչ գործի մեջ ես մտնում, ում իշխանության ներքո դու ինչ ես անում, ինչ ես պաշտպանում, ինչի մասին էր խոսքը, բայց վերջաբանը իսկապես շատ տխուր էր այդ երախտագիտություն հայտնելը անմիջապես անունը նշելով, շատ տխուր էր իսկապես, ես շատ տեղեր եմ լսել, տարբեր մասնավոր հաղորդակցության միջոցներով, ընկերներից, գործընկերներից, որ ինքը իսկապես լավ մասնագետ է։ Այդ ոլորտում իսկապես լավ մասնագետ է եւ ես որևէ հիմք չունեմ դրան չհավատալու, բայց դա քիչ է։ Այսօրվա մեր իրականությունը, այսօրվա մեր մարտահրավերները պահանջում են ոչ միայն լավ մասնագետ լինելը, այլ նաեւ որակներ են պահանջում շատ կարևոր, որոնք չլինելու դեպքում մասնագիտական պատրաստվածությունը 0-ի է հավասար։ Դա մոտավորապես հենց այն 0-ն է, որ եթե դնում ես 1 թվից առաջ 0.1 է դառնում, իսկ եթե դնում ես 1 թվից հետո դառնում է 10։ Ես ճիշտն ասած այդ մարտ ամսին գիտակրթական բանով զբաղվելը գուցե չգիտեմ։ Ես գիտեմ, որ մարտին կատուների բազմացման բանն է տեղի ունենում, այսպես շրջան է լինում։ Գուցե ասենք պարոն Կիրակոսյանի գիտակրթական գործունեությունը դրա հետ է կապված, ինչ որ գարնանային սրացումներ են լինում։ Բայց ես առաջարկում եմ, որ չմոռանանք, էլի հիշենք, թե ինչ էր արել Եղիշե Կիրակոսյանը։
ես մասնավորապես շատ լավ եմ հիշում համալսարանական իրադարձությունները, երբ ուրեմն Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը չէին կարողանում համալսարանում անցկացնել իրենց տեխնացուին, որովհետեւ այո, ամեն ձևի ճնշում էին, ամեն ձևի մարդկանց վախեցնում էին, ել չգիտեմ ածեր խառնվում, ել չգիտեմ ինչ էր անում եւ այլն, բայց համալսարանը ոչ մի ձևով չէր հաջողվում այդ ձայների քանակը չէին կարողանում իրենք հավաքել եւ ի վերջո գնացին այսպես հակասահմանադրական քայլի ըստ հիմնադրամի մասին օրենքի լուծարեցին Երևան պետական համալսարանի բան արեցին կազմակերպված ձևով հիմնադրի ու լիազոր մարմնի ներկայացուցիչները դիմում գրեցին նույն բառերով նույն տեքստը ընդ որում սխալ էին դիմում գրել ոչ թե հոգաբարձության խորհրդի նախագահին էին գրել այլ գրել էին նախարարին Վահրամ Դումանյանին եթե հիշում ես այդ դու այդ խորհրդի անդամ ես չէ այո այդ խորհրդի անդամ եմ ես արհեստական մի խոսքով լուծարեցին խորհուրդը ճգնաժամը եւ այլն հետո իբր հիմնադրամների մասին օրենքով 3 հոգանոց կազմ բան արեցին, ստեղծեցին, որի մեջ մտնում էր բանը Ռուստամ Բադասյանը արտադատության նախարարը, մտնում էր Վահրամ Դումանյանը եւ Եղիշե Կիրակոսյանը։ Բադասյանը Ռուստամը չէր, Մհեր Գրիգորյանն էր։ Հա, Մհեր Գրիգորյանն, հա, լավ, ճիշտ է։ Եվ բայց դա հակասահմանադրական էր ու մասնագետները դրա մասին խոսում էին որ ըստ համանդրության համասանը պիտի ունենա բուհական ինքնավարությունը սահմանադրական նորմ է բուհական ինքնավարությունը սահմանադրական նորմ է դրանով խախտված էր բայց Եղիշե Կիրակոսյանը գնաց այս հակասահմանադրական քայլին Հովհաննես Հովհաննիսյանին Մեղմ Հովիկին բերեցին ռեկտորի պաշտոնակատար եւ հետո արդեն ձևավորեցին նոր հոգաբարձների խորհուրդ իրենց քիմքին համապատասխան եւ ի վերջո Պապիկյան Սուրենը դարձավ նոր հոգաբարձների խորհրդի նախագահ եւ այն ինչի դեմ իրենք այդքան երկար իբր չգիտեմ վայրահաչում էին եսի միջին անում որ քաղաքական բաներ պիտի չլինեն բայց հետո տեսանք որ այդ նույն ձևի ասենք չգիտեմ գլխավոր դատախազ նախարարներ ԿԲ նախագահ եւ այլն եկան մտան հոգաբարձների խորհուրդ եւ արեցին ճիշտ նույն բաները ինչի դեմ որ իրենք խոսում էին եւ բողոքում էին նույնիսկ այդ Բակում մեքենա կայանելը կրկնեցին, որ բողոքում էին, որ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ մեքենաներ գալցին համալսարանի Բակում են կայանում։ Ես իմ աչքով տեսել եմ, որ դատախազը Աննա Վարդապետյան, այո, մետրո մուտքից բայց ԿԲ նախագահն էլ գալիս էր բանի դեմներ կանգնում։ Կենտրոնական դեմներ կանգնում։ Դե հիմա դրա թողնենք մի կողմ, ամեն դեպքում Եղիշե Կիրակոսյանը մեղմ ասած հերոս չէ, մեղմ ասած, չգիտեմ, ասենք Հայաստանի շահերը ինչքանով պաշտպանել, ինչ չի արել, դա հետո ցույց կտա, բայց այն որ ինքը հիմա էլ չի բացում խաղաքարտերը եւ բան չի անում, դա բան է։ Բայց ես ենթադրում եմ նաեւ, որ ինքը քանի որ այդքան էլ լավ չեն օրենքներից, չի հասկանում, որ հոգաբարձների խորհրդից է դուրս գա Եվ դեռ որոշ ժամանակ այսպես ապօրինաբար հոգաբարձների խորհրդում կշարունակի պաշտոնավարել։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, որ ես իրոք ափսոսում եմ, ես իրեն շուտվանից եմ այդպես ճանաչում, ափսոսում եմ այդ ամեն ինչի համար, որ ինքը քաղաքական պատվեր կատարելու մի քանի անգամ այդ process-ների մեջ է մտել ու այսպիսի անփառունակ իշխանության հետ համագործակցության է գնացել։ Մյուս կողմից ես լիահույս եմ, որ ինքը իսկապես ինչ-որ քայլեր արել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ներողություն, միջազգային դատարանում, հա, արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնելիս։ Սա թող մի հատ այսպես պաուզայի ժամանակաշրջան լինի իր համար իր արած չարածը վերաիմաստավորելու, որովհետև այդուհանդերձ, այդքանով հանդերձ մենք այն վիճակում ենք, որ մարդկային ռեսուրսների, մարդկային կապիտալի որակյալ կոմպետենտ մասնագիտական առումով կարիք ունենք, իսկ մարդու մնացած այլ անհրաժեշտ որակների ձեռքբերումը ինքնավերլուծության միջոցով կարծում եմ տեղի կունենա։ Ես ուզում եմ օպտիմիստ լինել այս հարցում հույս հայտնել։ Մի քանի քաղաքական հանգամանք ավելացնեմ այստեղ։ Նախ Ադրբեջանից եկել այն մոտեցումը, որ եկեք զուգահեռ հետ կանչենք բոլոր հայտերը, բայց օրինակ ըստ
միջազգայնագետների եւ միջազգային իրավաբանների Լևոն Գեորգյանի ու Սիանուշ Սահակյանի Ադրբեջանի գործերը Հայաստանի դեմ հայտերը առ ոչինչ են, բովանդակություն չունեն։ Իսկ Հայաստանի հայցերը շատ լուրջ են ու ծանրակշիռ են։ Եվ մենք հիշում ենք, որ Հաագայի միջազգային դատարանը ոչ թե այն Ռոմի ստատուտով դատարանը, որը միջազգային քրեական դատարանը, չէ՞, այլ արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի դատարանը ընդունել է մի քանի որոշում, որը վերաբերում էր օրինակ Արցախին, Արցախի շրջափակմանը եւ փախստականի վերադարձմանը եւ այլն, այսինքն մենք այստեղ խոսում ենք շատ լուրջ մակարդակի որոշումների մասին եւ ենթադրում եմ, որ իսկապես Եղիշե Կիրակոսյանի գործառույթը այդտեղ կա, բայց ինչևէ Հայաստանի հայցերը ծանրակշիռ են, Ադրբեջանի հայցերը շատ թեթև են եւ անբովանդակ են, Ընդ որում, ինչպես ասացիք, արդեն մեծ հաշվով Ադրբեջանը իրենը հետ չի կանչելու։ Այսինքն միայն Հայաստանն է կանչելու։ Ինչի մասն է խոսքը գնում։ Այսինքն սա հերթական կապիտուլյացիա է, որը Նիկոլ Փաշինյանը փաթաթում է Հայաստանի վզին։ Սա էս կարևոր հանգամանք է։ Երկրորդը էս շնորհակալություն հայտնելու հետ կապված հիշեցնեմ, որ էկոնոմիկայի նախարար Վահանը գործից Քերոբյանը գործից դուրս գալուց եւ շնորհակալություն է ասել կամ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարը նախկին էլի դուրս գալուց շնորհակալություն է ասել, բայց երկուսն էլ ճնշումների են ենթարկվել Փաշինյանի կողմից։ Այնպես որ երաշխավորված չի Եղիշե Կիրակոսյանն էլ այս առումով, չգիտեմ, իհարկե դժվար է պատկերացնել այստեղ, որովհետև այդքան էլ աչքի ընկնող պաշտոնը չի, բայց ամեն դեպքում սա կարող է չփրկել։ Երրորդ հանգամանքը, որը ես կուզեի ասել, ինչի մասին է սա վկայում։ Նախ դեռ մի քանի ամիս առաջ Եղիշե Կիրակոսյանը ասել է, որ եթե գործերը հետ են կանչվելու, ապա նա հրաժարական կտա, ոչ միայն ինքը, այլ նաև ուրիշ իրավաբանները միջազգային, այո, թիմը ասել են, որ հրաժարական կտան, չեն մասնակցելու, ուստեղ ի՞նչն է հարցը։ Արդյոք այս մարդիկ ուղղակի, այսպես ասած, այդքան նվիրված են Հայաստանի շահերին, թե ուղղակի չեն ուզում, որպեսզի իրենց ստորագրությունը լինի այս կապիտուլյացիայի տակ։ Սա արդեն իրենց հարցն է, բայց նույնիսկ այստեղ մենք տեսնում ենք, որ մարդկանց պարագայում որոշ արժանապատվության հարց կա, որը այս իշխանության մյուս ներկայացուցիչների պարագայում բացակայում է։ Ամեն դեպքում այս իմ կարծիքով շատ ցուցադրական երևույթ է, որտեղ նույնիսկ վերջին կտորները Հայաստանի Հանրապետության ամբողջ համակարգի, որոնք քիչ թե շատ անկախ են ուղղագործադիր իշխանությունից, որոնք քիչ թե շատ կոմպետենտ են եւ որոնք քիչ թե շատ Հայաստանի շահերը պաշտպանում են, կործանվում են։ Այսինքն էլ որտեղ տեսնենք, մենք կարող ենք հիշել, թե քանի ինստիտուտ է զավթել Փաշինյանը դեր ամենասկզբից, բայց վերջինները եղել են օրինակ Նախագահի ինստիտուտ, որը ամբողջությամբ վերահսկվում է հիմա, Օմբուդսմանի ինստիտուտ, որը ամբողջությամբ վերահսկվում է, Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այո, եւ էլի մի քանի ինստիտուտներ, ավելի ես սահմանադրական դատարանի մասին կխոսեի եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք ինստիտուտների զավթման պրակտիկան, իսկ այս պարագայում մենք ավելի շուտ պետք է խոսանք ինստիտուտի չեղարկման մասին, ինչեւ որ կարելի է նաեւ խոսալ ԱԱՑ-ի մասին, հետագայում գուցե դրան էլ հասնենք։ Բայց ինստիտուտների այսպես զավթմամբ եւ կործանմամբ մենք տեսնում ենք հայոց պետականության վերջը վաղճանը, որովհետև պետականությունը ի վերջը փոքրիկ ինստիտուտների մի ինչ որ ավելի մեծ համակարգ է, փոքրիկ համակարգերից, ենթահամակարգերից կազմված եւ այդ բալանսները երբ որ խախտվում են, ասենք դատական իշխանությունը զավթվում է գործադիր իշխանության կողմից, մենք տեսնում ենք, որ ի վերջո պետությունը հանգեցնում է բանի եւ դա հանրապետության փոխարինում իշխանապետության եւ նաեւ գաղափարախոսական մակարդակում հիմնավորում է, թե ինչու պիտի չլինի Հայաստանի Հանրապետություն, որտեղ օրինակ մենք մեր գրականության մեջ ունենք այդպիսի մի հատ ավանդույթ, որ ուրեմն Խաչատուր Աբովյանի աշակերտները, ասենք, որ այդ հայտնի այդ ռսի օրհնվի Սահաթը, որ ռսի ոտը մտավ Հայաստան, դրա շարունակությունը շատ ուղիղ իմաստով էին հասկանում եւ օրինակ կար այդ հայտնի բանը, չէ, որ ռուս Մոսկվայից քննիչ է գալիս եւ այսպես բանը լուծումը խնդիրը բոլոր հարցերը լուծում, հիշում եք հացի խնդիր վեպը Պրոշյանի, այո, որ ասենք Մոսկվայից քննիչը գալիս եւ այդ վաղ ռոմանտիզմի շրջանն է, էլի մեր բանում։ Հիմա մենք տեսնում ենք, որ եթե օրինակ ես անձամբ կարող եմ ասել, որ ես ասենք, չգիտեմ, մի 10 հայց ունեմ ու տեղյակ եմ, որ ոնց են իմ դեմ վճիռներ կայացնում, ինչի
բանով ու ստացվում է որ մենք չենք ես ուղղակի դրա դեմ չեմ խոսում որ Հայաստան չվարկաբեկեմ էլի դրա մասին չեմ խոսում բայց ստացվում է որ ուրեմն մենք չենք կարող պետություն ունենալ որովհետև պետք է դրսից ինչ-որ քննիչ գա եւ մեզ այստեղ արդարադատություն հաստատի սա խայտարակ մատ գործընթաց է որը ձեռնտու է եւ Նիկոլ Փաշինյանին որովհետև ինքնա զավթում իշխանությունը ինքնա տանում այդ ամբողջ բանը, ծավալով իշխանությունը վայելում, այսպես ասած, եւ երկրորդ սա ձեռնտու է դրսի ուժերին, որոնք նպաստում են կամ ուզում են այնպես անել, որ հայկական պետականությունը կործանվի։ Ինքը դրանով էլ պայմանավորված է իր դերակատարումը։ Նո ամեն դեպքում սա ես կարծում եմ նաև այսպես բարոյական խնդիր ունի, մարդիկ, որոնք հրաժարվում են ինչ-որ բանից, իրենք այնքան նո կարող ասենք ինչ-որ մեկը վախկոտ լինի, ինչ-որ մեկը մի քիչ ասեմ շատ բան անի եւ այլն, ինչ-որ բանից վախենա, բայց երբ որ ամբողջ ասենք թիմը վախենում է ինչ-որ բան ասելուց կամ բոլորը շնորհակալություն են հայտնում դուրս են գալիս, ոչ ոք չի ասում թե ինչի իրենք դուրս եկան, ինչի այդ համաձայն չէին եւ այլն, դա երկու բան է նշանակում։ Առաջինը, որ մենք իրական գործ ունենք դաստիարակության ու բարոյականության լուրջ բանի հետ, ճգնաժամի հետ, եւ երկրորդ նշանակում է, որ այնուամենայնիվ իշխանությունը կարողանում է կեղտոտել մարդկանց ինչ որ բաներով, չգիտեմ, կոռուպցիայի մասնակից դարձնելով, չգիտեմ, գնումներով, եսի միջերով եւ այլն։ Կողմեր գտնելով ամեն մեկի թույլ կողմերի վրա։ Իդեպ օրինակ Հովիկ Աղազարյանի օրինակն էլ դրա բաներից մեկն է, որ մարդու, ասենք, չգիտեմ, գրագրությունը, նամակագրությունը վերցրե բաժանել էին եւ ասենք ազգային ժողովի նախագահ հայտարարում է որ բալը դուք տեսնեք կարդայիք մի հատ դա ինչ է եւ այլն ինչ ձեր ռեակցիան ազգային ժողովի նախագահ բայց այդ բոլոր ասենք չգիտեմ մարդու փոքրամասնությունների եսի ինչ իրավունքներ եւ այլն, բան այդ ամբողջ իրենց խմբակցությունը այտենց ՀԿ-ներից կազմված մարդիկ են, որոնք դրանով միշտ գրանտ են ստացել, չգիտեմ ինչ են ստացել, բայց ոչ մեկ չկեցավ ասի որ ասենք ոնց կարելի է մարդու չգիտեմ անձնական տեղեկությունը, չգիտեմ կողմնորոշումը եսի ինչ եւ այլն թիրախավորել ու այսպես ամբողջ պետությամբ խժել դրա վրա կամ չգիտեմ իշխանությամբ Նիկոլ Փաշինյանը դա տպել է տվել, բաժանելը բոլոր բաներին ու ոչ մի ասենք հրաժարական, ոչ մի ասենք ներողություն, ոչ մի քրեական գործ, ոչինչ չեղավ։ Այսինքն սա իրականում ես չգիտեմ, հատակը ծակել անցել ենք ներքև։ Ու ինչ որ ասենք դեսպաններ եւ այլն ասում են որ Հայաստանում ժողովրդավարություն խելագարվելու բան։ Բայց դա նաև անձնական մակարդակի բան է, որտեղ այնտեղ մարդիկ կան, որոնք ամբողջ կյանքում, ասենք, կուրծք են ճղել, չգիտեմ, վերնաշապիկ են պատռել, չգիտեմ ինչ են արել, մարդկանց իրավունքները համար ոնց կարելի է, չգիտեմ ինչ անել, բայց այդ դեպքը կարելի է։ Երեք հանգամանք ձեր ասացի հետ կապած եթե կարելի ավելացնեմ, ուրեմն առաջինը առհասարակ Հայաստանի կարգավիճակը զուտ ոչ թե իրավական տեսանկյունից եմ ասում, այլ քաղաքական տեսանկյունից ինչ իրավիճակը Հայաստանում ես կբնութագրեի որպես կամ սատրապիա կամ բռնազավթված երկիր, որտեղ տիրում է օկուպացիոն վարչակարգը եւ Փաշինյանի ամբողջ էսթետիկան եւ իր մոտեցումը ժողովրդի նկատմամբ եւ ամեն ինչի նկատմամբ այդպեսին է։ Այսինքն երբ որ գնում է կորտեժ 50 մեքենայով, երբ որ վարչապետ կոչվածի շուրջ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր նույնիսկ այդ պաշտպաններ են գնում, հա, ֆիզիկապես իրեն պաշտպանում են, սա եւ ինքը գնում է ինչ որտեղ օրինակ Երաբլուր մտնում է ջարդելով սաղին, սա օկուպացիոն վարչակարգ է, զուտ իր էսթետիկայով։ Ու դրան նաև կարելի է գումարել այս սաղ մունաթով խոսալը եւ սաղին ճնշելը եւ ամենտեղ բոլորին ով որ փորձում է ինչ որ ձեւով ընդվզել լրացնելը, սա այսպես է։ Երկրորդը զուտ ժողովրդավարության տեսանկյունից արդյոք ունենք թե ինչ ունենք եւ այլն, ես կասեի որ քանի որ հիմնական ռազմավարական տեսանկյունից օկուպանտը Թուրքիան է եւ այս իշխանությունները ակնհայտորեն Թուրքիայի պատվերներ են կատարում հերթով բոլորը որևէ մեկը չբաց թողնելով ու բազմաթիվ անգամներ Թուրքիայի աջակցության են արժանացել, օրինակ կարող եմ հիշել 2021 թվականին, երբ որ հեղաշրջման այո փորձ է եղել եւ Էրդողանը ու բազմաթիվ այլ Թուրքիայի պաշտոնյաները աջակցել են միանշանակ Փաշինյանին, իսկ հետո 22 թվականի հոկտեմբերին Էրդողանը գնացել է
Քուբատլի եւ այդտեղ խոսացել է, որ Փաշինյանը լավն է, իսկ Սփյուռքը ու ընդդիմությունը վատն է, այս սա էլ է նույն բանը ցույց տալիս եւ նման դեպքերը շատ են։ Երրորդը, ասենք, զուտ ժողովրդավար, այս նույն թեմայի շարունակություն, զուտ ժողովրդավարության տեսանկյունից ինչ վիճակ է Հայաստանում, մեծ հաշվով Հայաստանում ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այսինքն բոլոր իշխանության ճյուղերը զավթված են, բոլոր ազատությունները սահմանափակված են, ամեն ինչը վերահսկվում է, այդ թվում հիմա արդեն ֆինանսական տոտալ վերահսկողությունը հաստատվում, տվյալների արտահոսքա դեպի դուրս, այդ նույն թելսելի ներդրումը եւ այլն, բարձում է իսրայելական ոնց որ վերջնական շահառու ունի, եւ նման օրինակները շատ են, այսինքն տվյալների արտահոսք եւ առհասարակ ամեն ինչի վերահսկողություն, մանկային գաղտնիքի վերացում եւ այլն, այսինքն պետությունը այն աստիճանի ինչպես հիմա վերահսկում է իրավիճակը երկրում, երբեք չի վերահսկել, նույնիսկ համեմատաբար նման որևէ օրինակ մենք չունենք եւ ինչով է դա պայմանավորված։ Բացի Թուրքիայից, այստեղ նաեւ արևմուտքի շատ լուրջ գործոն կա եւ արևմուտքի համար շատ են կարելի է եւ շատ ընդունելի է, որ իր պերիմետրով, հատկապես կոնկրետ խոսք է գնում հիմա Եվրոպական միության մասին, իր պերիմետրով լինեն բռնապետություններ, որոնք կկատարեն ժողովրդավարության բաստիոնների դերը։ Ընդհանրապես, երբ որ խոսվեց ժողովրդավարության բաստիոն, մարդիկ ժողովրդավարություն, ուրեմն մենք ժողովրդավարության դրոշն ենք բարձրացնում, բայց բաստիոնը առհասարակ ինչ է։ Սա բերդի այսենց ուղված, այսպես ասած, ինչ որ հատվածն է, այսինքն այդտեղ կրակում են, այսինքն մենք ծայրամասն ենք Եվրոպական միության աշխարհի, որտեղ Եվրոպական միությունը մեզ համար որևէ պատասխանատվություն չունի, իսկ մենք իրենց համար ունենք, մենք այստեղ պետք է կատարենք իրենց համար սև գործը, այսինքն մենք ասելով մեր ձեռքերով, եւ այսպիսով պետք է ճնշել ցանկացած իրենց համար անցանկալի երևույթ, որը կարող է լինել օրինակ Հարավային Կովկասում Ռուսաստանի կամ Իրանի ներկայությունը կամ Չինաստանի ներկայությունը եւ առհասարակ որևէ այլախոսություն, եւ մենք տեսնում ենք նման գործընթացները շարունակվում են Մոլդովայում, Ուկրաինայում, փորձ կա Վրաստանում նույն բանը անել, Մերձբալտյան երկրներում եւ այսպես շարունակ։ Նման օրինակներ մենք կարող ենք Ռուսաստանի օրինակով բերել, Ռուսաստանում այս ավելի ճիշտ իրենց բռնապետության էքսպորտը տեղի ունենում համենայն դեպս 3 ուղղություն մենք տեսնում ենք, դա ուրեմն Բելարուսն է, որտեղ Ռուսաստանը իր համար ոնց որ բռնապետության էքսպորտ է անում կամ ասենք նոր զավթված տարածքները Ուկրաինայից եւ օրինակ Չեչնիան, իրանք այսպես ասած բռնապետական օղակներն են, որոնց միջոցով Ռուսաստանը իր պերիմետրը պահում է։ Նույն բանն էլ անում է օրինակ Չինաստանը Մյանմայով եւ Հյուսիսային Կորեայով։ Հիմա նույն բանը Եվրամիությունը անում է Հայաստանի միջոցով։ Սա պետք է գիտակցենք, այսինքն սա գաղութացման գործընթաց է գնացել եւ դրա համար ցանկացած բռնապետական ակտը, որը Հայաստանում կատարվում է, հետո դուրս է գալիս Եվրամիության դեսպանը եւ ասում է ամեն ինչը լավ է, բա ինչ եք ուզում մարտի 1-ի հետ համեմատեք եւ այլն, չնայած մարտի 1-ի հետ եթե համեմատենք, այդտեղ լիք խոսալու թեմա կա։ Եվ վերջինը, այս պաշտպանների հետ կապված կներեք մի քիչ երկար ծավալվեցի, բայց իմ կարծիքով էական բաներն են, Մարտի այս իրավապաշտպանների եւ այլն, այս մարդիկ մեծ հաշվով այս նույն քաղաքականության ջատագովներն էին, այսինքն իրանք քաղաքական պատվեր են կատարում, այն խոսույթը, որի միջոցով իրանք անում էին, պարզ է դառնում, որ ամբողջությամբ կեղծ էր, բայց այդ այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանությունը եղել է միշտ գործիք, եւ հիմա մենք տեսնում ենք Հայաստանում շատ խոսվում է, ուրեմն քսենոֆոբիայի դեմ պայքարի մասին, օրենք է ընդունվել, որպեսզի որևէ մեկի դեմ չխոսվի եւ այլն, բայց ում դեմ է կիրառվում։ Եթե թուրքերի մասին ինչ-որ մեկը վատ բան ասի, ուրեմն ինքը քսենոֆոբիա տարածում, մի քանի sense դեպքեր կան, երբ որ մարդկանց բռնել են հենց թուրքերի դեմ խոսալու համար։ Այսինքն հայերին առհասարակ, արցախցիներին մասնավորապես, կամ օրինակ ռուսների մասին վատ բան խոսալ կարելի է, երբ որ ու գիշեր այս ուղղություններով խոսում է։ Իսկ եթե թուրքերի մասին մի վատ խոսք ասվի, ուրեմն սա չի կարելի։ Նորից ում է ծառայում մասիշխանությունը իմ կարծիքով այստեղ որևէ հարց չկա։ Ես մի հատ փոքրիկ ավելացում անեմ, սիրելի Հրանտ, ճիշտն ասած չի կարելի այսպես ատելության խոսք ասել թուրքերի եւ տոնածառների նկատմամբ, որովհետեւ ինձ այդ գործով բան էին արել, քրեական գործ էին հարուցել դեմ, ես գրել էի, որ ի նշան բողոքի պետք է տոնածառը վառել եւ իմ դեմ հարուցված գործը դա էր, որ
բռնության կոչ, ատելության խոսքի տարածում, բանի խումբ մարդկանց նկատմամբ, բանով, ուրեմն այնտեղ գնում է էթնիկ խումբ, սեռական բան, սոցիալական խումբ եւ այլն ու ես մտածում եմ որ ենթադրում եմ ոչ որ մարդիկ կան որոնք կրոնական հիմք ասենք ենթադրում եմ ոչ որ մարդիկ կան որոնք հավատում են տոնածառին, աղոթում են տոնածառին, ոչ մարդիկ կան որ առաջացել են տոնածառից, կառավարության շենքում տոտեմ է էլի, այո, շատերը բանի սեռական բան են ստանում, գրգռում են ստանում տոնածառին այլուց եւ այլն, բայց սա ես կոնկրետ գիտեմ ով է դա կոնկրետ մարդիկ են, որ տոնածառ այդպես ամեն տարի նորից հավաքում են նույն շքեղությամբ։ Ուզում եմ այդ լրացումը անեմ, էլի հրանջան, որ դու հետագայում քաղաքագիտական վերլուծություններ անես, սա մտցնես դրա մեջ։ Անցած շաբաթվա թեման, որ շարունակեց ակտուալ մնալ, Բաքվում տեղ ունեցող դատավարությունն է, Ռուբեն Վարդանյանի հացադուլն է, մեր ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես իրոք արժանապատիվ կեցվածքները, իրենց պատասխանները եւ բաները, որ եթե պետք է ներելի կշարունակեինք, բան, եւ իհարկե այսօրվա Ռուբեն Վարդանյանի այդ ձայնային ուղերձներ, որը ինձ վրա ցնցող տպավորություն թողեց, այսպես մի կողմից ուզում ես փլվել դրանից, բայց մյուս կողմից էլ քեզ հավաքում ես, որ այդպես ինչ որ բան արած լինես կամ ինչ որ բանի ծառայած լինես եւ այլն։ Այս մարդիկ իրենց կյանքի գնով մեզ դասեր են տալիս, շատ կարևոր դասեր են տալիս ապրողներին, շատ կարևոր դասեր են տալիս, թե ինչպես պետք է ապրել, ինչպես կարելի է սեփական անձի նկատմամբ դրսևորել, արհամարանք չասեմ, բայց այդքան ստորադասել սեփական անձը, եւ սա է ճիշտը, հանուն պատվի, հանուն արժանապատվության։ Մենք այսպիսի երևույթների մասին պատմավեպերում ենք կարդացել, չնայած էլի մեր կյանքի ընթացքում էլի տարբեր դրսևորումներում տեսել ենք, բայց այս կարգի երևույթ, ասենք հայրենիքի համար զոհողության դեպքերի ժամանակ առ ժամանակ, օրինակ ասենք ականատես եղել ենք մեր կյանքի ընթացքում, թե առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, թե ընթացքում սահմանային լարումների ժամանակ, թե քարորիայի ժամանակ եւ հետագայում 44-օրյայի ժամանակ, բայց այսպես թշնամական բանտում գտնվել, կտանքների ենթարկվել եւ արժանապատվության իսկական դաս տալ սերունդների համար մենք շատ կարևոր ժամանակ ենք ապրում ու սրանից սա այն դասը պետք է լինի, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է անընդհատ մտածի, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտածի իր առաքելության մասին, իր կյանքի իմաստի մասին, իմաստալից դարձնելու, իմաստալից ապրելու, եթե շատ կարողանանք, ինչքան հնարավոր է շատ մարդիկ այդ դասերն առնեն, մենք ավելի շուտ արժանապատիվ ժողովուրդ դառնալու ուղին կբռնենք։ Եթե մի քիչ ավելի խորքային նայենք, ես կարծում եմ, որ մենք այս դատավարությունները կարող են այսպես նոր առասպելի սկիզբ դառնալ, էլի, որովհետև ընդհանրապես այդ առասպելի գաղափարը ազգակենտրոն բան ունեն։ Ինքնագիտակցության, ինքնության ձևավորման շատ կարևոր բան ունի ինքը։ Ու մենք մեր առասպելները նոր շրջանի առասպելները մենք մսխել ենք։ Օրինակ ասենք Վազգեն Սարգսյանի առասպելը։ Մենք հիմա տեսնում ենք ֆիլմ, որը իր ազգականներն են նկարել, չգիտեմ, ես չեմ տեսել այդ ֆիլմը, չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց ենք վերջին սպարապետը, այսինքն այլ սպարապետ չի լինելու։ Կամ այդ իր եղբոր դիրքորոշումները, որ ինքը ամեն ձևով այսպես այն ինչը որ արել էր Վազգեն Սարգսյանը, ինքը դրա այո, հակառակն է անում, հակառակն է խոսում եւ այլն։ Եվ օրինակ այդ բանը, որ Վազգեն Սարգսյանի դեմ եղած ատելությունը, որ մարդիկ իրենց աչքով են տեսել, ասենք Վազգեն Սարգսյանը մարդ է, որը օդ է կրակել ժողովրդի վրա, մեր առաջին պետական գործիչն է, որը կրակել է մարդկանց վրա։ 96 թվականի ազգային ժողովի բակում, երբ որ մարդիկ փորձել են մտնել ազգային ժողովի շենք, ինքը առաջինն է, որ ավտոմատը վերցրել կրակել է։ Բայց մենք
այդ առասպելը սարքելու հմտությունը չունենք։ Մենք ունենք դա կիսատ է մնում, մենք չենք կարող դա ամբողջացնել։ Եվ հիմա այն ժառանգությունը, որը մենք իրենից ունենք, այսինքն այն ինչ որ մենք պիտի այսպես բյուրեղացնեինք, խտացնեինք ու սարքեինք եւ այլն, մենք դա ջուրն ենք գցել։ Հիմա այդպիսի մի հատ process տեղի է ունենում Բաքվում։ Սա մի process է, որը կարա մեզ կոտրի, կարա մեզ հուսահատեսնի եւ այլն, կամ որ վրեժխնդրությամբ լցնի, երկրորդ տարբերակը միանշանակ։ Ու դա պատճառը, որ տարբեր, չգիտեմ, մարդիկ ցեխ են լցնում, չգիտեմ ինչ են անում, բայց կոռուպցիոն եսի ինչը, բայց ունեցվածքը բան եսի ինչ եւ այլն։ Բայց նաեւ առասպելը մատ էսպիսի բան էլի, զարմանալի բանի, որ մարդիկ ինչ որ բան են երևակայում եւ ստեղծում են ինչ որ կերպար, ասենք մարդիկ մտածում բան են անում եւ ստեղծում են Աքիլեսի կերպարը, չէ՞, ասենք հին հույները ստեղծում են Աքիլեսի կերպար, որ ուժեղ էր, հզոր էր եւ այլն եւ այլն։ Բայց հետո գալիս է Ալեքսանդր Մակեդոնացին ու պարզվում է, որ այն ինչը որ մարդու միտքը կարողացել է ստեղծել, դա ասենք փոքրիկ մի հատ ինչ որ չգիտեմ, էսե է եւ այլն, այն իրականության հանդեպ, որին առնչվում ենք։ Ու ինձ թվում է, որ մենք, ես ունեմ այդ զգացողություն, էլի, որ իդեմս Ռուբեն Վարդանյանի մենք օրինակ տեսնում ենք այդ քրիստոնեական բանը։ Իրեն տանջում են, ինքը չգիտեմ, հացադուլի մեջ է, մեղադրանքներ եւ այլն բան, բայց ինքը կոչ է անում երկարատև խաղաղության։ Ինքը ասում է, որ չհանձնվեք, ներում է։ Խոստովանում է մեղավորությունը վերաբերված ադրբեջանցիներին, Տիկին Ալվարդից, որ ասում է, որ եթե ես Դավիթ Մանուկյանի մեքենայում չլնեի, իրեն չէին ձերբակալի։ Սա խելագարեցնող բան է, որովհետև հիմա օրինակ մենք նայում ենք, ասենք նախկին առաջնորդները, նախագահները, որևէ մեկը որևէ սխալ չի ընդունում։ Ասենք որևէ մեկը չի ասում կներեք, ես էս մի հարցում, այս նախարարին չպիտի նշանակի, այս գործարքը չպիտի անեի, ես իմ ինչը չպիտի անեի, ու այդ բանը, որ ասենք թեկուս այսպես կյանքի մահվան ինչ որ բանում, որ կարա ասել դե մեկը իրեն գեներալ էր բռնեին կամ չգիտեմ ինչ, բայց մարդը ասում է, որ իմ պատճառով են բաները, ես ձեզից ներողություն եմ խնդրում, խելագարեցնող բան է։ Ու ինձ թվում է, որ մենք այսպես բանի առաջ ենք, էլի։ Ուղղակի սա նաև սրա ֆոնին նաև այսպիսի բան է տեղի ունենում, էլ այն մարդիկ, ովքեր զբաղվում են մեզնով, այն ուժերը, իրենք շատ ավելի լավ գիտեն մեր ուժեղ կողմերը կամ մեր այսպես նոր առասպելներ, այսպես ասած, էլի, ու դա պատճառը, որ օրինակ Մոնթեանը Facebook-ում չի կարելի տալ, չգիտեմ, Նժդեհը Ռուսաստանի համար բան է, արգելված անուն է եւ այլն, ու հիմա մենք տեսնում ենք այդ նույն բանը, ատելության խոսքը, չգիտեմ ինչը եւ այլն, այս մարդկանց նկատմամբ, որը նոր հրանտներ ասում, որ ասենք եթե կա այդպիսի օրենք եւ այլն, բայց դա գործում է միայն թուրքերի հանդեպ խոսքի համար։ Այս օրինակ ու իշխանությունների հանդեպ։ Եթե կարելի է այս թեմային էլ Հա, իհարկե խոսում։ Ուրեմն նախ եւ առաջ առհասարակ որպես մի քիչ որպես պատմաբան նայեմ այս խնդրին, չնայած ես մասնագիտությամբ պատմաբան չեմ, բայց ագին այտենց ուսումնասիրում եմ, այո, եւ կարծում եմ, որ առհասարակ էպոսի ծնունդը լինում է այն ժամանակ, երբ որ երկարատև հետևողական գործողություն է սկսում դրանով։ Եվ այստեղ շատ բան է կախված հետո ինչ է լինելու։ Այսինքն ինչքան էլ հիմա այս մարդիկ հերոսություն ցույց տան, եթե դրանից հետո որևէ բան չի փոխվելու, ապա սրանով էպոսը չի ծնվի։ Եվ այստեղ ինչպես Մենոն ասեց, որ միանշանակ դա վրեժ է ծնելու, ես ճիշտն ասած ամբողջությամբ համոզված չեմ, որովհետև մենք տեսնում ենք, որ մենք շարունակում ենք այս երկրում ապրել, իբրև ոչ մի բան տեղի չի ունենում։ Այսինքն սա պետք է այս իշխանության համար լիներ շատ լուրջ խնդիր։ Առհասարակ Արցախի կորուստը 2023 թվականին ես օրինակ չեմ կարող նույնպես ապրել ինչպես միշտ, բայց շատերը կարող են, եւ քանի մենք դեռ ապրում ենք նույնպես, դեռ շատ բան իմ կարծիքով չի փոխվելու։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Հիմա հետագա գործողությունը, օրինակ նույն Աքիլեսի օրինակը բերեցիք, հա, Աքիլեսը կապված է Տրոյայի զավթման հետ։ Եվ եթե Աքիլեսը հաղթանակի ոնց որ
դրոշակակիր չլներ, ինքն էլ չէր հիշվի, ինչքան էլ ինքը հերոսություն առած լիներ։ Այսինքն, եթե այստեղից Հայաստանը վերածնունդ է ապրում այս գործընթացից, ապա այո, սրանով կարող է էպոսը ծնվել։ Հիմա հերոսության հետ կապված մի քանի հանգամանք։ Ուրեմն նախ ասեմ, որ այս իշխանությունները հերոսության շարունակական մսխում են իրականացնում։ Նախ հիշենք կերպափոխում են նաև էլի ուզում են վերացնեն կերպափոխել դեր ժամանակին Փաշինյանը գրել է հոդված հերոսական անցյալի մոռացության մատնելու մասին դեր եթե չես Գառնին հավաբուն հա այդ թեման հենց հոդվածը կոչվում էր պետք է մոռանալ հերոսական անցյալը այդպես էր կոչվում հոդվածը մի 10 տարի առաջ էր կարող է մի քիչ ավել ինչի մասին համար այո ապրել ուտելու համար այսպիսով իմաստը հետեւյալն է այս հերոսները ավելի շատ խնդրեմ են քան թե այսպես ասած բան հա հիմա այստեղ խնդիրը ինչ է հիմա խոսվում է որ հերոսը դա հարկատուն է այսինքն հերոսի գործողությունը չեղարկվում է հարկատուն չի կարա հերոս լինի հերոսը այն մարդն է ով որ արտարոց բան է անում չի կարող հերոսը լինել այն մարդը ով որ սովորական բան է անում սա նորմալ բան է անում այո կամ օրենքով պահանջված բան է անում հա չի կարող նա հերոս լինի իսկ դեր վաղուց այս նույն NGO կառույցների ներկայացուցիչները այսինքն այս տարբեր օտար երկրներից ծնվող կառույցները դեր վաղուց էին տանում քարոզությունը որ հերոսը այն մարդը ով որ աղբը չի գցում կամ հիմարություն հիմա այսինքն դաստիարակված լինելը հերոս լինել չի նշանակում Ընդհանրապես անհեթեթ բան է հերոսությունը դա արտարոց բան է որը արվում է մի մարդու կողմից մյուսների համար իր կյանքը վտանգելով այո անգնազովությամբ բայց հիմա այս մեր հերոսության հետ կապված եւս մի հանգամանք տեսեք մենք առաջին Արցախյան պատերազմից հետո ունենք անթիվ հերոսների անուններ եւ մենք գիտենք ինչքան հերոսների գիտենք մինչեւ հիմա հիշում ենք եւ այլն չնայած վերջի տարիները շատ արագ դա էլ մոռացվում իդեպ Վազգեն Սարգսյանի գործառույթը ինչու է քիչ-քիչ սա էլ է պատմության հանձնում որովհետեւ իր հաղթանակը հա Արցախյան հաղթանակը չկա հիմա եւ այդ բոլոր մարդիկ ովքեր այս հաղթանակը ոնց որ էլի է դրոշակակիր են այս հաղթանակի հիմա ոնց որ իրենց անունները մոռացվում են որովհետեւ բա ինչ տոնենք հիմա հա շատ լուրջ հարց է սաղի համար պարզ է որ եթե մենք վերգտնենք սա գոնե ինչ որ չափով սա լրիվ ուրիշ համատեքստ է ստեղծել ուրեմն 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ հերոսներ բայց մենք դրանց անունները հրապարակայնորեն չգիտենք ես մի քանի մարդկանց անձամբ անունը գիտեմ ովքեր իսկական հերոսություն են գործել քանի որ այս մարդիկ ինձ չեն լիազորել որպեսզի ես ասեմ, ես չեմ ասելու, բայց անձամբ գիտեմ հսկայական հերոսական գործերի Չպես նրանք մերն են, նրանք արդեն հա միայն իրենց ընտանիքներին չեն պատկանում, էլի, իրենց Դե ամեն դեպքում կարող է, գիտեք ինչ, այս մարդկանցից մեկը օրինակ հիմա ԱՄՆ-ում չի կարող Հայաստան գալ, իր վրա քրեական գործ է հարուցած, ուզում է Հայաստան գալ։ Նկատի ունեք ովքեր որ ապրում են։ Հա։ Չէ, 44 այո, ովքեր որ ապրում են, բայց ամեն դեպքում գործել են հերոսություններ։ Կան այդպիսի մարդիկ, նույնիսկ մեր հայկական համալսարանի ուսանողների շրջանում էլ կային այդպիսի տեղեկով, ովքեր շատ լուրջ հերոսություններ են արել։ Ինչևէ, ես կոնկրետ այս ապրող մարդկանց մասին եմ խոսում։ Եվ իրանց անունները ոչ մեկը չգիտի, ինչու։ Նույնպես, ինչպես Ադրբեջանում, հիմա պատերազմ է եղել, Ալիևը հռչակել է դա հայրենական պատերազմ, բայց ոչ մի հերոս չկա Ադրբեջանում։ Հերոսը մեկն է, Ալիևը։ Ստեղել է դավաճանը մեկ, Փաշինյանը։ Իդեպ վերջի հարցազրույցներից մեկում Հովիկ Ղազարյանը ասել է որ Փաշինյանը նեղվում էր երբ որ իրենից բացի էլի ինչ որ մեկին ասում էին դավաճան հերոսը պետք է մեկը լինի թեկուզ եթե ինքը հակահերոս է այսինքն միտումն է որ բոլոր հերոսների անունները ոնց որ չեն հնչեցվում եւ կորցում է իրենց գործողությունը եւ այսպիսով այստեղ նաեւ մեր ինչ որ տեղ նույնիսկ պարտականությունը այս անունները բարձրացնել այս անունների մասին խոսալ այս մարդկանց ով որ իրենց կյանքը կորցել է վերակենդանացնել իրենց մասին խոսալով եւ նաեւ ով որ հիմա ապրում է իրենց էլ ճանապարհ տալ որպեսի այս իշխանությունների ծրագիրը որպեսի հայ հերոսների անունները մոռացվեն չստացվի որովհետեւ ինչի համար է այս ամեն ինչը արվում որովհետեւ եթե խրախուսվում է փող աշխատելը իրար գցելը եւ չի խրախուսվում հայրենիքի համար ինչ որ գործ անելը նույնիսկ մի կողմ թողնենք հերոսությունը ցանկացած բան որ
որը չի բերում անմիջական ոնց որ եկամուտի, չի խրախուսվում, հա։ Եվ այսպիսով այստեղ զուտ պարադիգմալ մակարդակում իշխանությունները փորձում են հայկական կոդը վերացնել։ Ջանջել սա պետք է ոնց որ հաշվի։ Ես մի փոքրիկ բան ավելացնեմ Հրանջան քո ասածին, մենք իհարկե կա այստեղ իշխանության այդ հատուկ բանը քաղաքականությունը եւ այլն, որ հերոսներին չեն առանձնացնում ոչ մեկի մասին, ոչինչ չի գրվում եւ այլն, եւ եթե ծնողները կամ չգիտեմ ավելի մեծ ուժեր չեն զբաղվում, մենք այդ տղաների անունները չենք լսում ու հիմնականում մենք այդ տղաներին գիտենք ծնողներով, մի քանիսին գիտենք պատերազմի ժամանակ արված լուսանկարներով բաներով, որոնք հակառակ իմաստ ունեն, որտեղ դրանով իրանց թիրախավորել են եւ այնպես են արել, որ ադրբեջանցիներս անպայման իրանց սպանեն, որ իրանք կենթանի դուրս չգան, այո։ Եվ բայց մյուս կողմից մենք չունենք այդ հերոսացման սանդղակը։ Օրինակ, ասենք Լեոնիդ Ազգալյանը ազգային հերոս չի, որովհետև ասում են, որ Վազգեն Սարգսյանը խանդով էր նայում, որ ինքը առաջինն է բանակի մասին բաներ արել, այդ անկախության բանակն է արել։ Մենք այս ներ խմբային, ներ ցեղային, ներ, չգիտեմ, տոհմային հարաբերությունները մեզ բնորոշ բաներ են։ Օրինակ, ասենք, կան զոհվածներ, որոնց մեջքին կանգնած է դաշնակցությունը, իրենք եղել են դաշնակցական, իրենք ունեն ֆիլմեր, ունեն երգեր եւ այլն, բայց այն մարդիկ, ովքեր ունեն նույնիսկ ազգային հերոս բան, բայց չգիտեմ, ասենք ՀՀՇ-ում ծանոթ եսի միշտ չեն ունեցել եւ այլն, թեև իրենց տվել են բան ազգային հերոս, բայց ֆիլմ եւ այլն բան չկա։ Կար այստեղ ԿՊ-ի պարագայում դեպս էլի գործընթացներ էլ գնալ, օրինակ Ցվետանա Պասկալևան հիշում եք, էլի ինչքան հա, բայց այն ժամանակ Մենուա ջան կար, օրինակ կային ՀՀՇ-ի բաներ, այսպես հրամանատարներ ՀՀՇ-ական եւ այլն, կային, չգիտեմ, դաշնակցական, կային եւ այլն, բայց օրինակ որ հիշենք, ասենք 1910-ականները, չէ, օրինակ դաշնակցական երգեր չկան, ասենք հնչակյան բաների վրա վերաբերալ էլի ֆիդայիների կամ չգիտեմ ինչերի վերաբերալ, այդպես երգեր չեն ասում, որտեվ այդ ես կարծում եմ, որ այդտեղ նախ այդ մեր մեջ եղած հատվածականության հանգամանքն է շատ ուժեղ, եւ երկրորդը այնա, որ մենք այդ սանդղակը չունենք, այսինքն ո՞նց ենք համարում այս մարդը հերոս է, թե հերոս չի։ Ոնց ենք բանը, որովհետև գալիս են, ասենք, ինչ որ տարբեր արժեքներ, չգիտեմ, բաներ եւ այլն, ասում են, ասենք, այս մարդը զիբիլը փողոցում թափում էր, եկեք իրան բան չանենք, հերոս չհամարենք։ Ոնց որ օրինակ գեներալ Մանվելի վերաբերել եղավ, այսինքն իրենք կեղծ սուտ բան տարածվեց, որ չգիտեմ տուշոնկաները եւ այլն բան, չէ, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրել մինչեւ հիմա։ Ասենք բան այդ ժամանակ ԱԱՑՊ տեղած Վանեցյանը ասում է ես կապ չունեմ, ես այդ նկարել եմ, տվել եմ այն բանին, ԿՊ-ական падգամավորին, նա է մոնտաժ արել, ես ինչ կապ ունեմ։ Մարդուն սպանեցին, բայց ոչ մի պատասխանատվություն, ոչ մի ներողություն, ոչ մի չգիտեմ, ինչ չկա։ Ոչ մեկը մեղավոր չի։ Այո, ոչ մեկ մեղավոր չի։ Ինքը ստինքյան սա տեղը ունեցել։ Ու այդտեղ գալիս է այդպես բոլորը հերոսներ են գաղափարը, որ ուրեմն բոլորը որ խոսում են, որ եթեր ունի, որ փող ունի, եւ ուրեմն ոչ մեկը հերոս չի։ Ուրեմն ոչ ոք հերոս չի։ Բայց իրական մնում է այսպեսի բան, եթե սաղ ես մնում, ուրեմն դու հերոս ես։ Ու դրա համար տարբեր այսպես ինստիտուտներում բաներում ես Եղիշե Կիրակոսյաններ, Միրակոսյաններ եւ այլն այդ համասարանական process-ները եւ այլն։ Մարդիկ ուղղակի փորձում են ողջ մնալ։ Համենայն դեպս այդ սանդղակը գոյություն չունի։ Պղտոր ջուրը միշտ պղտոր չի մնում։ Ինքը ժամանակի ընթացքում զուլալվում է։ Այդ ավազը բանը ամեն ինչը նստում է տակը ու ես Հրանտ ջան համաձայն եմ, որ հիմա այն ինչ որ մենք կցանկանայինք տեսնել process-ը չենք տեսնում, մենք այդ հրաբուխը չենք տեսնում ժայթքումը, բայց ակնհայտ է, որ լավան եռում է։ Մարդկանց սովորական մարդկանց սրտին կպել են, արժանապատվությանը կպել են, մարդիկ ինչ որ բանաձև դեռևս չկա, ինչ որ տրյուկ չկա, ինչ որ մի հատ լուծում չկա, ինչ որ մի հատ առաջնորդություն չկա այդ ամեն ինչը ժայթքելու համար, բայց դա տեղի է ունենալու ու այս մարդիկ հենց դա են էլի ցույց տալի, այս մարդիկ մեր պատանդները Արցախի հատկապես, հա, ռազմաքաղաքական ղեկավարության անդամները իրենց վարքով, իրենց վարքագծով ցույց են տալիս
որ մարդու ֆիզիկական մահը այդքան շատ սարսափելի բան չի համեմատած հավաքական արժանապատվության չգոյության։ Այսինքն Ռուբեն Վարդյանի սրվա տեքստում միտքը կար։ Հենց դա էր։ Հանուն մեր հավաքական արժանապատվության գոյության ու խորքային էլ որ նայում ենք սաղս էլ բոլորս էլ մեռնելու ենք, մի օր մեռնելու ենք ու այդ մեռնելու ժամանակ երբ որ հետադարձ հայացքով նայենք, բա ինչքան հնարավորություններ ա եղել որ մենք չենք օգտագործել, շատ ծանր ա լինելու, շատ ծանր ենք տանելու մենք մեր մեռնելը։ Կարծում եմ որ այս մարդկանց այսօրվա այս տառապանքը մեզ տալու է այդ ճանապարհը ու այդ էպոսը կերտվելու է։ Բայց կներեք, երբ որ ասում եք որ լավան երում է, մի կողմից կարող եմ համաձայնվել։ Մյուս կողմից լավան ներսում է երում է նկատի ունեմ։ Դե բանը նույն ցանկացած խրաբուխի պարագայում էլ է այդպես, բայց այստեղ կարևոր բանը հետևյալն է։ Մեր հանդուրժողականությունը իրադարձությունների ինչպիսին է, մենք ինչ ենք հանդուրժում, ինչ աստիճանի ենք հանդուրժում։ Օրինակ դեպքերը եղել են։ Անցած տարի այս լիքը մարդ կա, ով որ հեղափոխական կոալիցիայի մաս է եղել, ինքը մասնակից է եղել, գուցե ոչ անձամբ, այսպես ասած, փողոցափակել, այլ գոնե ինչ որ ձևով աջակցել է եւ բոլորը գիտեն, որ իր շրջապատում, որ ինքը աջակցել է, հիմա ինքը չի ուզում դուրս գա ու ասի, դե կներեք, էլի այդ ժամանակ սխալվել եմ, հիմա պետք է իմ սխալը ուղղեմ։ Հերիք չի ասես, որ սխալվել եմ։ Ոչ մարդիկ կան ասում են, էլի։ Կան, բայց շատ քիչ, որովհետև այդ ժամանակ աջակցել է պայմանական 95%-ը, հիմա այդ նույն 95%-ը պետք է դուրս գա ու ասի, կներեք, սխալվել եմ ու պետք է ուղղեմ իմ սխալը։ Ոչ մեկը չպետք է հետևից ընկնի, բախի է սխալվել այդ ժամանակ։ Բայց եթե մարդը մինչև հիմա շարունակում է իր այդ ժամանակվա սխալը պաշտպանել ի հաշիվ Արցախի, ի հաշիվ այս մարդկանց տառապանքների, ի հաշիվ անթիվ հանցագործությունների, դե հիշենք շատ փոքրիկ դրվագ, բայց շատ ցուցիչ ու շատ էլի ցավալի Սոնա Մնացականյանի դեպքը, որ էլի քնվում է, հիմա իր հորեղբայրը մահացել է այս դատավարության շրջանակներում, չի մահացել է, հա, ինձ իմանալով որ ինֆարկտ է խփել, բայց չգիտեմ մահացել։ Գուցե սխալվում եմ, Աստված սխալ լինեմ, բայց մեծ խոսում ասում ով է կասկածում, որ ես ազդում եմ բանի վրա, Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ ազգային ժողովում ասաց, բայց փաստաբանը գրել է, որ ձայնագրությունը կորել է։ Այդ բանը ոչնչացվել է ներսի մեքենաների մեջի կապի ձայնագրությունը չկա, ասում առանց իր բանի ո՞նց կարող դա կորեր։ Դե Փաշինյանը մի կողմից միշտ ասում էր, դե ես ինչ դատարանը ինչպես որոշի, իսկ հետո մենք ունեցանք ձայնագրություններ, որով պարզ է դառնում, որ Փաշինյանը հենց դրանով ամբողջ օրը զբաղված է։ Ակնհայտ է իր համար երկրի անվտանգությունը որևէ նշանակություն չունի, բայց այս դատական գործերը իր քաղաքական հակառակորդների հետ գործերը ինքը օր ու գիշեր հենց դրանով զբաղվում է։ Այնպես որ ստեղ հարց չկա, բայց հարցը ինչու՞մ է։ Այսինքն ինչքանով կարելի է, ինչ կարելի է հանդուրժել։ Հա, այո, հասկանալի է, որ այս էմոցիոնալ կառավարումը, որը դրսից թելադրվում է, հատկապես խոսք է գնում, այսպես տարատեսակ էլի այդ NGO-ների, լրատվամիջոցների, ազատության ռադիոկայանների եւ այլ, այս էմոցիոնալ կառավարումը, որը տարիների ընթացքում ոնց որ պղտորել է ջուրը այս երկրում ու բերել է այս իշխանություններին, որպեսզի անեն այն ինչ հիմա անում են, հիմա էլի շարունակում է իրենց օգտին աշխատել, հա, այսինքն նույն այս պերֆեկտիվիները, այսինքն կեղծ ալիքները, կեղծ տարբեր լուրեր տարածող ինչ որ դեմքեր բազմաթիվ բլոգերա ստեղծվել եւ այլն, այս բոլորը բարձր որ այս ուղղությամբ աշխատում, բայց մարդը չի հասկանում, իմ հասկանալով մարդը չի կարող ասել, որ դե այս մարդը ինչ որ sense բան է, բայց ես իրան կլսեմ, այսինքն եթե մարդը բոլոր բարոյական նորմերը խախտել է կամ ինչ որ բարոյական նորմերից դուրս է, օրինակ դոգ անունով ինչ որ մեկը, հա, չես կարող դու ասել, որ այս մարդը անբարոյական է, բայց ես մեկը իրան լսում եմ, որովհետև մեկ-մեկ հետաքրքիր բան է ասում։ Նախ չի կարող անբարոյական մարդը հետաքրքիր ու ճիշտ բան ասի, սկզբունքորեն չի կարող ասել։ Երկրորդը մենք չպետք է ընդհանրապես կորցնենք մեզ։ Մենք պետք է ճիշտ ու սխալը փորձենք տարբերել, այլ ոչ թե այս նույն պղտոր ջրի մեջ ինչ որ բան փորձենք որսալ, հա։ Եվ ցավոք սրտի ամբողջ երկիրը դրա մեջ է հիմա։ Ամեն մեկը պետք է իր բարոյական ընտրությունը կատարի։ Եվ ստեղ հետևյալն է հարցը. քանի դեռ մարդկանց զգալի մասը շարունակում է այս իրավիճակը հանդուրժել,
այս իշխանությունները շարունակել են, այսինքն երբ որ իրանք թեզ են սկսել գցել, անցած տարի Բագրատ Սրբազանի քալերթի ժամանակ մի պահ, ուրեմն Բագրատ Սրբազանի աջակցության ռեյտինգը շատ բարձր էր, էմոցիոնալ առումով ամբողջ երկիրը ոնց որ սպասում էր երբ է Երևան հասնելու եւ այլն, այս իշխանությունների քարոզությունը մի քանի օր ուշացավ, բայց հենց իրանք միացան, սկսեցին, Բագրատը, Ռոբերտը, Սերժը եւ այլն այս սա գցել, սա խառնել Ռուսաստան եւ այլն, բոլոր իրենց նախապես ստեղծված, այսպես ասած, էմոցիոնալ տրուկերը եւ հետո մարդիկ սկսել են բա ինչ կլինի եթե իսկապես ինքը նախկին կոչվածների հետ կապված է եւ սկսեցին չգալ այս ցույցերին օրինակ չաջակցել եւ դեկները կես պարագայում ես կարող եմ ասել որ այդ մարդիկ ովքեր չեկան որովհետեւ իրանք թվում է որ Բագրատը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ ուրեմն այս մարդկանց հասնում է այս իշխանությունը այս մարդկանց հասնում է որ իրենց հաղթանակը մսվի այս մարդկանց հասնում է այս ամեն ինչը ու այս պարագայում գալիս է մյուս հարց լավ եթե նույնիսկ վերցնենք Հրանտ ջան, բայց ես ճիշտից համաձայն չեմ քեզ հետ էլի ես համաձայն չեմ քեզ հետ հիմա մենք այդ կոնկրետ օրինակ այդ շարժումը, չէ, ինչի ինքը ավարտվեց։ Իրեն ոնց որ ավարտեցին, ոչ թե ինքը չավարտվեց։ Հրանտը ասում է, որ մարդիկ պարտավոր են դուրս գալ փողոց եւ հանել Նիկոլ Փաշինյանին, չէ, բայց հանեն, որ ինչ լինի։ Որ ով է առաջնորդը, ով է գալու իշխանություն, նրան ջան։ Առաջնորդը եղել է Բագրատ Սրբազանը։ Չէ, հիմա Բագրատ Սրբազանը քաղաքական ինչ հայացքներ ունի։ Դա շատ անհասկանալի բան է, ինքը այն ժամանակ էլ ասում էր, չէ, Հրանտ ջան, արի անկեղծ լինենք, էլի։ Ինքը այն ժամանակ, երբ որ սպասում կար, ինքը պետքա ելույթ ունենար եւ այլն, բան, այդ ժամանակ ալիքը բարձրանում էր։ Բայց հետո ինչ որ մատ պահ գալի, ոնց որ ասենք ճտիկով անջատեն, մարդիկ գնում են տուն։ Նույնը դրանից առաջ այդ բանը, փողոցային բանը, Իշխան Սաղաթելյանի գլխավորած շարժումը, որ ամառա եկել, մենք էլ բան չունենք, շոկա եկեք գնենք տուն։ Դե կներեք, այս շարժումը եղել է, այն շարժումը եղել է, այն շարժումը եղել է, եթե մարդիկ ոչ մեկին չեն ուզում միանալ։ Ջան, մենք մի հատ բան թեմայի մեջ ենք մտնում հիմա, շատ դժվար թեմայի մեջ ենք մտնում, անավանդ որ հիմնական ասելիքը ոնց որ թե էս չէր, հա, Հրանտի բարոյական ընտրություն կատարելու բանի մեջ էր, այսպես ասենք, խնդրի մեջ էր, եկեք առաջարկում եմ այս թեմայի մեջ չմտնենք, որովհետև սա բայց եկեք անդրադառնանք սրան առաջիկայում, այո, ինչու ձախողվեցին այդ շարժումները, սա շատ հետաքրքիր թեմա է։ Դե սրա շերտերը շատ բազմազան, որովհետև Հրանտ ջան, այդտեղ միացած բան կա, որ մարդիկ դուրս չեկան, դրա համար սա ձախողվեց։ Գեորգ, իմ համոզմամբ հիմնականը բանի մեջ է մարդիկ ուզում են ռուսերեն ասած վիգրիշնի բաների մեջ մտնել։ Այո։ Այսինքն անկախ նրանից Սրբազանը հստակ էր արտահայտում իր տեսիլը հստակ չէր արտահայտում, ով ինչ է խոսում, ինչ հենց այդպես հաղթողական իրավիճակ է ձևավորվում, ուժային հավասարակշռությունը թեքվում է, նժարը թեքվելու պահն է, այսպես ասած, ցավոք սրտի այս վիճակն է։ Այս որ այսքան խոսում ենք, քննարկում ենք, նպատակներից մեկը հենց դա է, որ չպետք է սպասենք այդ վիճակներին, որ նժարը հենց թեքվի, տներում մարդ չի մնալու։ Բոլորը դուրս են թափվելու փողոց։ Երբ որ հաղթի այդ ժամանակ, քանի որ նժարը թեքվի։ Քանի որ մենք երեքսել հումանիտար այսպես գիտությունների ներկայացուցիչներ ենք, ես մի հատ փոքրիկ բան եմ ուզում ավելացնում։ Ցավոք սրտի Հայաստանում գիտությունը գտնվում արհամարված վիճակում եւ հումանիտար գիտությունները այսպես կրկնակի արհամարված են։ Եվ ուզում եմ այդպես փոքրիկ ռեպլիկ անել, որ հետո շատ մեծ թեմաների քննարկման բան կարա լինի։ Այդ դրամաշնորհները հումանիտար առարկաների հայագիտության եւ մերձ բաներ էլի դրամաշնորհները հիմնականում ուղղված են եղել նրան հսկայական գումարներ են ծախսվել իրականում ուղղված են եղել բայց դրանք նրան որ դաշտային աշխատանք կատարվի այսինքն տվյալներ հավաքվեն եւ դուրս է տարվի եւ
ու հիմա այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ չենք ճանաչում, բայց դրսից մեզ շատ լավ ճանաչում են։ Այսինքն մենք մտածում ենք, որ մենք այսպեսի արժանապատվություն ունենք, հայրենիքը սիրում ենք, չգիտեմ, այս ենք սիրում ենք, ինքս պարզում է, որ ասենք փչացած ատամներով ինչ-որ մեկը կարա գա, այսպես ինչ-որ յուղոտ բերանով ժպտա եւ այլն, եւ մարդիկ հալվեն դրանից, գնան իրան ձայն տան եւ այլն։ Սա իրականում գիտության հանդեպ արհամարական վերաբերմունքի հետևանքը, որ մենք մեր այսպես վերլուծությունը, մենք մեր գիտական հենքը չենք ապահովել։ Ու հիմա էլ, երբ որ մենք այս քննարկում ենք այս process-ների մասին եւ այլն, սրա մասին, օրինակ այս 44-օրյա պատերազմի մասին լույս տեսած գիրքը, որը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէր կամ չգիտեմ, բայց կա հակառակ գիրքը։ Կա բանավոր խոսք։ Որը կա հակառակ գիրքը։ Ընտրված պարտությունը։ Հա։ Այո, Հերմինե Մխիթարյան։ Հա, Как раз առաջարկում եմ, բայց դեպ շատ չի գովազդվել, այս գիրքը։ Հա, շատ չի գովազդվել, մեջբերում բանա, շատ ավելի շատ եւ շատ հնչեղ անուններ կան, ասենք Աշոտ Ոսկանյան կա, որը շատ լուրջ փիլիսոփա է, բայց Դե նախ իհարկե ես ձեր տրամաբանությունը հասկանում եմ եւ եթե մենք խոսանք քաղաքական սխալներից, ապա մեր ընդդիմության տարբեր ներկայացուցիչները ելի բազմաթիվ սխալներ են ունեցել։ Այս ամեն ինչը ճիշտ է, բայց այս բaragայում ինչպես Մենոն ասաց, ես խոսում եի բարոյական ընտրության մասին, որը ամեն մեկն է անում։ Ստեղ արդեն էական չի թե ինչքանով սխալվել է պայմանական, չգիտեմ, Քոչարյանը կամ ինչ որ մեկը։ Ամեն մեկը ով որ գալիս է, ինքը իր մոտիվացիայով է գալի, ինքը Քոչարյանի համար չի գալիս, ինքը պետք է հասկանա, ինքը ինչի համար է գալիս։ Ու իր գալուց ու իր գալու ձևից, իր պահանջներից է կախված լինելու, նաև հետո ինչ է լինելու, բայց այստեղ եւս մի հանգամանք կա, առհասարակ այս Եթե մենք խոսում ենք, այ որ դուք ասացիք, որ մենք ասեք Հրանտ ջան, բայց արդեն ավարտենք էլի։ Չէ, շարունակում ենք, ես ոչ մի կետոր չգտնեմ։ Լավ, ինչ եմ ուզում ասեմ, հա, պարզ է, որ այս հումանիտար գիտության ճգնաժամը եւ այն, որ մեզ դրսից ավելի լավ են ճանաչում, սա ակնհայտ է։ Հայաստանը տարիներով ուսումնասիրել են, կատալոգիզացրել են եւ այլն, երկու օրինակ բերեմ։ Առաջին օրինակ է ձեր ասած այդ ծուրատամներով եւ այլն, բայց ինչ կերպարով է այս ծուրատամներով եկել, Մոնթեի կերպարով։ Շատ լավ իմացել են, ուսումնասիրել են, Մոնթեի կերպարը բերել են, իսկ հետո փակել են այս Մոնթեի կերպարը, Մոնթեի էջը սրանով են փակել, հա, օրինակ։ Երկրորդ օրինակ, ուրեմն մի անգամ կարդում էի գաղտնազերծված արդեն ամերիկյան բանակի համար ուղեցույց Հարավային Կովկասի համար, որտեղ 3 պատկերավոր երկիր կա, որտեղ մոտավորապես 900 էջանոց, որտեղ ամեն երկիրը կարդացում է։ Ну, ոնց որ ֆեյք անուններ էին, Հայաստանը օրինակ անունը եղել է Սևանիա։ Ու սենց էլի որ կարդացում է, հասկացում է, բայց ոնց որ այս երկրների մասին չի։ Ու այդտեղ դու կարդում ես ու այնքան խորը ուսումնասիրությունների արդյունք է երևում։ Օրինակ, որ հայերը իրար հետ արևտուր անելուց շատ ավելի տենց լուրջ արևտուր են անում, այսինքն օրինակ փողի համար, քան թե եթե օրինակ օտար երկրացին գա ուզի մի բան առնել կամ ծախել, իր հետ ավելի քիչ են արևտուր անում, հա, այսինքն, հա, բազարանում։ Հիմա այդպիսի բան իմանալու համար ինչ որ մեկը պետք է լավ խորանա ու սենց բաները, ասենք, հարյուրավոր էջերը։ Այս ձեր ասած հանգամանքը շատ կարևոր է։ Էժան ծախում են էլի մեր երկիրը, որտեղ օտարի հետ են առևտրանում։ Այդ ավելի արդեն ամբողջացնում եք, այո։ Սա էլ է իրավացի, բայց այստեղ ինչ եմ ուզում ասեմ։ Գիտահեն կառավարում Հայաստանում չի եղել, չկա եւ հույս ունենանք որ կլինի, որովհետեւ առանց դրա հնարավոր չի։ Ռազմական կառավարում ու ռազմավարական մշակույթը Հայաստանում եղել է շատ ցածր եւ այս այդեմ, ասենք օրինակ այս Սունձի Հայաստանում նո առհասարակ Եթե դու ունես ռազմավարություն, չունես մարտավարություն, դու երկար ճանապարհ ես ընտրում հաղթանակի համար։ Եթե դու ունես ռազմավարություն ու ունես մարտավարություն, դու կարճ ճանապարհ ես ընտրում հաղթանակի համար։ Բայց եթե դու ունես մարտավարություն ու չունես ռազմավարություն, ապա դու երկար թափանցալու ես մինչև անխուսափելի պարտություն։ Մենք ցավոք սրտի այս ճանապարհի մեջ ենք։ Մենք մարտավարական ամեն անգամ քայլեր ենք ձեռնարկում եւ ռազմավարական գիծ չունենք։ Դրա խնդիր կա եւ դա վերաբերում է ցանկացած
ցանկացած քաղաքական սուբյեկտի, որը պետք է ձևավորի ռազմավարական գիծը, թե իր համար, թե երկրի համար։ Թե չէ, ասենք, դե վաղը կտեսնենք, այսօր սենց եւ այլն, վաղը հետո կլինի, այս ձևով այս երկիրը չի գոյատևի։ Մենք պետք է մի քիչ սովորենք երկարատև մտածել, թե մեր կյանքում, թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ, հատկապես երբ որ պետության մասն ենք մտածում։ Եկեք այս հուսադրող նոտայի վրա ավարտենք մեր այսօրվա հաղորդումը։ Շնորհակալություն, այո, շատ հետաքրքիր եւ երկար զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հետևորդներ, որ մեզ հետևում եք, հիշեցնեմ, որ օրագրի ուրեմն տաղավարում մեր ամեն շաբաթյա պոդքասթն է, խորագիրը, ես Գևորգ Էմինտերյանս, Մենուա Սողոմոնյանը եւ մեր հյուրը Հրանտ Միքայելյանը ամփոփեցինք անցած շաբաթը։ Ստեսություն, կհանդիպենք։ Հաջողություն։